Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիշեցնեմ, որ երբ հարցը զեկուցվում էր, մենք ի թիվս այլ հարցերի, որոնց պատճառով դեմ ենք քվեարկել, նշվել էր նաև, որ այն տվյալները, որը դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ։ Եվ ընդհանրապես պետք է մի հատ բծիչ կա, որ ես թույլ եմ տալիս հարկայինին դա ստուգել։ Այն ժամանակ դուք այդ փաստարկները չընդունեցիք։ Մյուսը մենք համարում ենք, որ դա զառանցանքի ժանրից է, որ եթե ես իմ կնոջը փող եմ տալիս, ենթադրենք, որովհետև իր քարտը, օրինակ, չի սպասարկվում, ասենք, Ամեքսը խանութում, դա չի կարելի դիտարկել որպես հայտագրման ենթակա եկամուտ։ Հիմա լավ է, որ ավելի լավ է ուշ քան երբեք, եւ դա հիմա ընդունել ենք։ Ես ուրիշ հարց եմ հիմա ուզում տամ։ Պարոն Թունյան, ենթադրենք ես չեմ մտնում կամ մտնում եմ եւ տեսնում եմ, որ կա թիվ։ Եվ այդ թիվը գրված է ինքնաշխատ։ Իմ մոտ ես մտել եմ Արջին բանկից 50,000 դրամի ավանդից տոկոս, որի 5,000 դրամը գանձվել է։ Եվ ես ենթադրենք համաձայնվել եմ դրա հետ, եւ հետո պարզվում է, որ դա սխալ է։ Ով է կրում դրա պատասխանատվությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, որովհետեւ նաև դուք ինձ հնարավորություն տվեցիք մի կարևոր դետալի անդրադառնալ, որի մասին մոռացա խոսքումս նշել։ Մենք քաղաքացիներին ըստ էության ազատում ենք պարտադիր կերպով եկամուտների հայտարարման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, հեսա ձեր հարցին էլ կանդրադառնամ, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են եւ որոնք հարկային մարմնի համար այդպես ապրիորի տեսանելի չեն եղել։ Այսինքն նշանակում է, եթե որ քաղաքացին չի լրացնում հայտարարագիրը, բայց վերջում պարզվում է, որ ինքը ունեցել է որոշակի եկամուտներ, ասենք օրինակ վարձակալությամբ տված գույք կամ մեկ այլ տեղից ստացված եկամուտ եւ չի լրացել, դրա համար համապատասխան պատասխանատվությունը շարունակում է մնալ։ Ինչպես նաեւ շարունակում է մնալ պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ քաղաքացին եկամուտների հայտարարագրի համակարգի մեջ է հարկվող եկամուտներին վերաբերող սխալ տվյալներ լրացրել կամ ընդհանրապես բաց է թողել, այսինքն չի ներկայացել։ Ձեր ասած դեպքը, եթե վերաբերվում է օրինակ կոնկրետ բանկային ավանդից ստացված տոկոսային եկամուտներին, այդտեղ որևէ մոտիվացիա կամ հարկ թաքցնելու բան չկա։ Այսինքն, կներեք, պարոն Խաչատրյան, ավարտեմ միտքս, հետո արձագանքի ժամանակ կլսեմ։ Քաղաքացու ավանդներից ստացած եկամուտը արդեն եկամտահարկով գանձված եկամուտ է, այսինքն քաղաքացին այդտեղ հարկ թաքցնելու խնդիր չունի եւ եթե սխալ է լրացնել, չեմ կարծում, որ դա հստակ որևէ պատասխանատվություն կունենա։ Այսինքն մարդուն կծանուցեն եւ իր սխալը ինքը կուղի, բայց եթե այդ գումարը ել եմ կրկնում հարկերի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, դա որևէ պատասխանատվություն չի ունենա։ Արձագանք։ Պարոն Թունյան, վերադառնանք 6 ամիս առաջ, ես ասում եմ ինքնաշխատ իմ դեպոզիտը արտահայտված է, արտացոլված է արդեն, դուք ասում եք բանկերն ասում են ինչ են տալիս, իրանք ագրեգատացված թիվ են տալիս, այդ ոնց եղավ, որ ձեր դեպոզիտը կար, կոնկրետ բանկի անունը հիմա չեմ ուզում տալ, այդ բանկում գրած էր թիվ, դեպոզիտից տոկոս եւ դրանից գանձված 10%, թիվը ֆիքսված էր, ես գնացել եմ բանկ, վերցրել եմ տեղեկանք, սենց անեմ, որ լոգոն չերևա, ուրիշ թիվա ֆիքսված, այսքան եթե ես ունկնդրելով պարոն ներողություն Սուքիասյանի խորհրդին ասում է դա ավտոմատ կամեջը չգնայի բանկից չվերցնեի շտամպով տեղեկանք, էլի լոգոն պահեմ, ես պետքա կրեի պատասխանատվություն։ Մեկ այլ բանկում իրանց ուրեմն հավելվածի մեջ կարդում եմ Ֆիզիկական անձի կողմից եկամուտների հայտարարի ներկայացումը եւ դանում արտացոլվող տեղեկատվության իսկությունը հանդիսանում է միայն այդ անձի պատասխանատվությունը, որի համար բանկին որևէ բան չի կարող առաջադրվել։ Այսինքն նույնիսկ ներողություն եմ խնդրում, նույնիսկ եթե շտամպով ես այս թուղթը ստանում եմ,
Եվ եթե նույնիսկ դա եմ գրում, էլի պատասխանատվությունը մնում այն վրա։ Այս հարցը ո՞նց եք լուծելու։ Պարոն Խաչատրյան, ձեր ասածը տեսականորեն տեղի չէր կարող ունենալ, որովհետև այս պահին, եթե մարդը մտնում է հայտարարի լրացնելու, ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ լրացված չի լինում։ Այդ հնարավորությունը մենք նոր ենք ուզում տանք, այսինքն չգիտեմ դուք ինչ տվյալ եք տեսել, եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարին, դա ուրիշ բան։ Եթե հիմա դուք, որ ելույթս ավարտեմ, դուք ինձ ցույց տաք, որ մտել եք ձեր եկամուտների հայտարարման համակարգ եւ ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ պետական եկամուտների կողմից լրացված եղել, ուրեմն նշանակում է ես ինչ որ բան, շատ մեծ կարևոր բան, մինչև ես սխալ եմ հասկացել, բայց այդպես չի։ Իսկ եթե մենք այդ հնարավորությունը կընձեռենք օրենքով, որ արդեն ինքնաշխատ քաղաքացու համաձայնության դեպքում, մենք դրա համար ենք օրենքի մեջ փոփոխություն անում, որ դա քաղաքացու համաձայնությամբ լինի։ Եթե քաղաքացու համաձայնությամբ ինքնաշխատ կլրացվի ու թեկուզ փաստացի չեղված կլինի, բնականաբար քաղաքացին դրա համար որևէ պատասխանատվություն չպիտի կրի եւ չի կրի։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իրոք ես էլ մի քանի օր առաջ եմ լրացրել, ավանդը լրացրած չէր։